Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասկանում է, որ Վաշինգտոնը զենք է վաճառում ՆԱՏՕ-ի գործընկերներին, այլ ոչ թե Ուկրաինային։ ՆԱՏՕ-ն դրա համար վճարում է ամբողջ գինը, իսկ թե հետո ինչպես է այդ զենքը բաշխվում, ես գաղափար չունեմ, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։ Սպիտակ տան ղեկավարը նաև այն կարծիքին է, որ Ռուսաստանն ու Չինաստանը իրանական հակամարտության կողմեր չեն եւ խոստացել են զենք չմատակարարել Իսլամական Հանրապետությանը։ Հակառակ դեպքում, ըստ Թրամփի, դա ծանր հետևանքներ կունենա այդ պետությունների համար։ ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ այժմ Թեհրանի հետ բանակցություններ են վարում։ Կարծում եմ, գործարքն ավելի ողջամիտ տարբերակ կլինի, սակայն մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, հավելել է Թրամփը։ Իրանի արտգործնախարարը հայտարարել է չեն զիջի Վաշինգտոնի ճնշմանը եւ սպառնալիքներին։ Մենք ունենք սկզբունքային քաղաքականություն եւ կհետևենք դրան։ Իրանի ժողովրդի պաշտպանությունը եւ Հորմուզի նեղուցում մեր շահերի ապահովումն առաջնահերթություն են, մանրամասնել է Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետության դիրքերն այժմ շատ ավելի ուժեղ են, քան նախկինում։ Դիվանագետը հավելել է, որ Թեհրանը շարունակում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ խորհրդակցությունները, քննարկումներ են տարվում նաեւ Պակիստանի հետ։ Դիվանագիտական գործընթացներին զուգահեռ տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է։ Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածել են Օմանի ծոցով անցնող լցանավի, հաղորդվում է զոհերի մասին։ Իրանական ուժերն էլ հարվածել են Բահրեյնին, Քուվեյթին, Հորդանանին։ Տեղեկություններ կան, որ հարվածներ են փոխանակել նաեւ Սաուդյան Արաբիան եւ Եմենի հութիները։ Գիշերը Ռուսաստանի երկնքում խոցվել է ուկրաինական 328 անօդաչու թռչող սարք։ Ըստ Դաշնության պաշտպանական գերատեսչության թիրախում են եղել մի շարք բնակավայրեր, այդ թվում Մոսկվան։ Բելգորոդի մարզում կան զոհեր, Ռոստովի մարզում հաղորդվում է վիրավորների մասին։ ԶԼՄ-ների տվյալով կրկին թիրախավորվել է Wildberries-ի պահեստներից մեկը, այս անգամ Եկատերինբուրգում։ Ըստ տեղական իշխանության պահեստին վնաս չի հասցվել, հրդեհվել են մոտակայքում գտնվող ավտոմեքենաներ։ Մի շարք օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Օդեսային եւ Սումիին, կան զոհեր եւ վիրավորներ։ Նաեւ վերջին օրերին արդեն երկրորդ անգամ ԱԹՍ խոցվել Ռումինիայի երկնքում։ Սարքի ծագումը հայտնի չէ։ Այս ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Կիևը պատրաստ է հրադադարի եւ ցանկանում է հնարավորինս շուտ վերջ դնել պատերազմին։ Ես պատրաստ եմ գնալ օվալաձև կաբինետ եւ խաղաղության պայմանագիր ստորագրել, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Իսկ մինչ այդ Կիևը շարունակում է զարգացնել ռազմարդյունաբերությունը։ Զելենսկու խոսքով հաջորդ տարի մինչեւ 10,000 կիլոմետր հեռահարության ԱԹՍ-ներ կունենան։ Նաև անօդաչուների ոլորտում պատրաստվում են խոշոր գործարք կնքել Վաշինգտոնի հետ։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ վերջին շրջանում Դոնալդ Թրամփի եւ իր հարաբերությունները վերականգնվել են, կա փոխվստահություն։ Երկրորդ օրն անընդմեջ Վրաստանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են, մի շարք քաղաքներ, այդ թվում Թբիլիսին, մնացել են առանց էլեկտրականության։ Երկրի ամբողջ տարածքում սահմանափակվել է մետրոյի աշխատանքը եւ գնացքների երթևեկությունը։ Խնդիրներ կան ջրամատակարարման հետ։ Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները գրում էին, որ հոսանքազրկման պատճառը դարձել է Թուրքիայի եւ Վրաստանի էներգահամակարգը կապող բարձրավոլտ գծի վթարը։ Դիանա Գասպարյան, լուրեր։